Բարև ժողովուրդ ջան, ոնց եք։ Ժողովուրդ ջան, 5 օր Հայաստան էի, ուղղակի գործերի պահով չէի կարող, ասենք ընկերներից հետ հանդիպում բան կազմակերպեմ, ընդամենը 5 օրով պետական գործեր ա եղել, կարգավորելու փաստաթղթերի բանի այդպես եկա։ Ուրեմն ես այդ 5 օրում իրականում ինչքան բան տեսա, նոր մանկապարտեզներ, դպրոցներ, մեծ շենքերի շինարարությունները արդեն շրջաններն ամատել, Իջևանում օրինակ տեսա 2 հատ նորակառույց շենք են կառուցում, 11 հարկեր ինչեր չիմացա, ուղղակի ես ինչ կարամ ասեմ Նիկոլին, Նիկոլ ջան, այդքան բաներ ես կառուցել, արդեն կարաս ազատ իշխանությունը տաս այդ թալանչիներին էլի, որ բանան են, այդքան մանկապարտեզները բանը Հայաստանի համար ինչի է պետք, այդքան դպրոցները գան, սեփականացնեն, բանան են, այ մարդ, կարաս արխային հանձներ, դու քո պարտքը կատարել ես 7 տարում, ավելի շատ բան, ճանապարհները, Իջևանը вообще Շվեյցարիա դառե, ուղղակի 70 տարի չսարքված ճանապարհներ կար, հիմա սաղ տուֆապատված են, սև տուֆով էլ արել են, չի ջգվում, կարծես իսկական քար լինի։ Մի խոսքով ժողովուրդ ջան, շատ լավ է։ 66 տարեկան մարդ եմ կյանքում առաջ անգամ Հայաստանի շինարարությունից, կատարվող աշխատանքներից առաջ անգամ գոհ եմ։ Նույնիսկ այն ժամանակները, որ Դիմիրճյանին բանին գովում են, այն ժամանակ ավելի շատ էր եւ թալանը, եւ կոռուպցիան, եւ ամեն ինչը, լրիվ կոմունիստների համար էր, ժողովրդի համար ոչ մի բան չի եղել։ Հիմա ամեն ինչը պետական համակարգը գերազանց աշխատում է։ Ցանկացած թուղթ, ցանկացած բան, որտեղ ասես, մռեո, գայի, ամեն տեղ էլ մտել եմ, բոլոր տեղերներ հոյակապ, Նիկոլ ջան, կարաս արխային իշխանությունը տաս իրանց այդ մանկապարտեզները, որ նորից ամեն իրանց համար սեփականացնեն, դե էտա ուրիշ, մեր հայազգն էլ դե վայելելու իրավունք երկար ժամանակ չունի, էլի աղբեր, ինչ ասեմ, այսքան բան։ Լավ եղեք, լավ մնացեք, լավ նորություններ, շատ բաներ ունեմ ասելու եմ, սա հանդենց շտապ եմ ասում։